Հարկերի խորհրդարան, ես նախ ուզում եմ ձեր առաջ դրված մի փոքր փաթեթին անդրադառնալ եւ դա անելուց փորձեմ դատախազի կողմից բարձրացված երկու կարևորագույն հարցերին պատասխան տալ։ Եթե նկատեցիք, Կարմիր թելի նման երկու հիմնական հարց է գնում իսկապես, մեկը որ ինչի Օսկանյանը հանձնի այդ փողերը իր մոտ է պահել, ինչի։ Եվ իսկ այս քննիչը, որ ես առաջի իմ ցուցման ընթացքում ցուցում տալու ընթացքում շեշտում եմ, սա էր։ Ամեն երկրորդ հարցը հետ վերադառնում էր, ինչի դուք պահել եք եւ անմիջապես չեք փոխանցել։ Իսկ երկրորդը, եթե ես չարաշահել եմ այդ գումարները, ինչ որ իմ անձնական նպատակների համար եմ օգտագործել եւ նաեւ դրան պատասխանեմ, բայց անցնելով կոնկրետ ուրեմն այս փաստաթղթերի ուրեմն միջով։ Նայեք, պարոն Թադախազը նույնպես նշեց, որ հիմնադրամը երկու տեսակի գումար է ստացել, մեկը անմիջապես հիմնադրամին, մյուսը իմ միջոցով։ Հարց չի ծագում ձեր մոտ, եթե հանձնները իսկապես ուզում էին ամբողջը միանգամից ցիվիլիտասին գնալ, գար այդ պրակտիկան, պայմանագիրն էլ գար, հատուկ իրավաբանները աշխատել էին, պատրաստել էին։ Միանգամից այնտեղ կգնար։ Սա իսկապես հանձնների նպատակն է եղել, որ այդ գումարը գնա միանգամից ցիվիլիտասին, մնացածը 1,427,000-ը մնա Օսկանյանի դրամատուրգիան տակ։ Առավել եւս, որ Գորյունը կարդաց, նորից չկարդամ, իսկապես ես կարծում եմ, որ հանձնների վերահաստատումը այս հարցը միանգամից հանում է, ինչուն օգտագործումը չի, ինչու Օսկանյանի մոտ։ Չգիտեմ, այսինքն մենք բոլորս հիմա իրոք օրենսդիր ենք եւ կարծում եմ, որ սա շատ հստակ է, չէ՞, որ ասում է Ցիվիլիտաս հիմնադրամին բարեգործական կանոն օգտագործելու համար, որ իրականացվում է իր հիմնադիր խորհրդի նախագահ Օսկանյանի միջոցով, իր հայացողությամբ առանց ժամկետների, այսինքն կարող է 5 տարվա ընթացքում նայած ինչքան է այդ գումարը գոյատևում, եւ թե որպեսի կասկածներ չլինեն, շարունակում է, եւ մենք գիտենք ասում է, հասկանում ենք, որ ինքը իբահ է թողել եւ շարունակում է բահել այդ միջոցները։ Ես կարծում եմ, որ իսկապես այս մեկը, նույնիսկ եթե մի կողմ դնենք Ցիվիլիտասի խորհրդի հայտարարությունները, որ Թադախազը ինչ որտեղ կասկածի տակ դրեց, բայց ես ցեզ կարող վստահեցնել, որ այնտեղ կասկած չի կարող լինել, ստորագրությունները կան, այս պահին Ցիվիլիտաս հիմնադրամում են եւ հին եւ նոր խորհրդի անդամները բոլորը ստորագրել են, հինը ասում է, որ մենք գիտեինք, որ Գումար Օսկանյանի մոտ է, նորը ասում է, որ գիտենք, որ թեր Օսկանյանի մոտ է եւ նաեւ շարունակում են ասելով, որ գիտենք նաեւ, որ այսքանը փոխանցվել է, այսքանը մնում է Օսկանյանի հաշվին։ Այնպես որ եւ հիմնադրամի խորհրդի հայտարարությունները եւ հանձնի այդ Troy-Kelly վերահաստատման նամակը, ես կարծում եմ, որ ինչու հարցը ինչու Օսկանյանի մոտ է մնացել գումարը, պետք է դա իսկապես դուրս հանի։ Երկրորդը, եթե ես չարաշահել եմ գումարներ, ինչ որ իմ անձնական նպատակների համար եմ օգտագործել, նայեք, ես բանկից վերցրել եմ այս դեղեկանքը, հանձնի գումարը փոխանցվելուց մի օր առաջ նույն VTB բանկում ես եւ Դիգինս, Նանի Օսկանյանը ինչքան գումար ենք ունեցել, մենք ունեցել ենք $410,000, ուրեմն VTB բանկում։ Առավել եւս երրորդը 3 այստեղ փաստաթուղթ է։ Նայեք, ուրեմն 8-3-11-ին արդեն կոնկրետ 401 համարի վրա, որը Թադախազը անընդհատ այս խոսքը գումարների վրա գոչում է։ Ուրեմն JP Morgan Bank-ից, Նյու Յորքից, մեր անձնական ընտանեկան միջոցներից փոխանցվել է $40,000։ Սա ուրեմն ասեմ, թիվ 5 փաստաթուղթն է, երրորդ էջը։ Նայեք, 8-3-11 $40,000, 9-13-11 նորից JP Morgan Bank-ից 9,962, իսկ 9-30-11-ին արդեն Standard Chartered Bank $316,962 փոխանցվել է նույն հանձնի փողերի հաշվին։ Դա եղել է մեր անձնական ընտանիքի իմ փողերը։ Այսինքն այդ 3-ը որ գումարեք, 316 10,000, 9,600 բան, եւ նաեւ 40,000-ը առաջին, ստացվում է մոտավորապես $370,000։ Դա ավելացրեք նախքան հանձնի գումարը գալը մի օր առաջվա դեղեկանքը, որ մենք ունեցել ենք 410,000, դա անում է մենք այդ բանկում ունեցել ենք $780,000։ Խնդրեմ, սիրելի պատգամավորներ, ասեք, ես ինչպես կարող եմ այդ գումարները ծախսած լինեմ։ Առավել եւս, այստեղ կա պարադիգմա ընկերության դեղեկանքը, օրը օրին, ամիսը ամսին,
Այստեղ դուք կտեսնեք արդեն թե Civitas-ի կոորդինացիոն գարիկները ինչպիսի օրինաչափություն ունեն, եւ այնտեղ շատ հստակ երևում է միջինը 25-30, հետո ավելացել է 40-50 ամսական Civitas հիմնադրամը ծախս է ունեցել, եւ ես բոլոր այդ փոխանցումները արել եմ։ Եթե դուրս է գալիս ինչի իմ մոտ եւ դուրս է գալիս, եթե ես չարաշահել եմ այդ գումարները, այդ կասկածները հանում ենք, մնացած մեղաֆրանկները, որ փոխառություն է նշվել թե նվիրատություն, դրանք արդեն չեմ կարծում, որ ինչ-որ քրեականորեն բաժնելի խնդիրներ պետք է լինեն։ Դա արդարադատության նախարարության արդեն խնդիրը կլինի, ելնելով մեր հիմնադրամների, ուրեմն օրենքից։ Եվ կարելի է իսկապես, այսինքն, որ ասում է Օսկայանի անունով է դրվել այդ նվիրատությունները։ Բան Օսկայանի, մտածում եք ես դա արել եմ, որ հետո Civitas մի օր իմ արձանը կանգնացնի, որպես բարերար, նվիրատու։ Գիտեք, չենք էլ մտածել դրա մասին։ Դուք որ խոսում եք, ես այստեղ նստած մտածում եմ, գիտեք, եթե մարդը քող չի, ավազակ չի։ Իր օրվա կոորդինացիան մեջ կամ ինչ-որ մի տեղ է գնում եւ այլն, իր շարժումները կամ կոորդինացիությունը այնպես չի լինում, որ ամեն մի քայլը թաքցնի։ Չենք մտածել դրա մասին, բարոն Թաթախազ։ Ես հիշում եմ աղջիկները մեկ-մեկ զանգել են բանկից։ Բարոն Օսկյան, փոխանցումը որ անում ենք, ինչ գրենք, հարցնում է բանկի աշխատակիցը։ Ես ասել եմ, չգիտեմ, նայեք, մի բան գրեք։ Սա է եղել իմ պատասխանը։ Սկիզբը փոխառություն են գրել մի քանի հատ։ Հետո հաշվաբանները ասին ավելի ճիշտ կլինի նվիրատություն գրվի։ Դրանից հետո եթե նկատում եք, ամփոփչությամբ նվիրատություն է։ Երկու հատ փոխառություն է եղել։ Ինչ է, սա ինչ որ քրեական բան է, հարց է։ Առավել եւս որ ես այստեղ դեղեկանք եմ տվել նաեւ դոգոսների։ Գիտեք, հանցմանը իմ առաջ ոչ մի խնդիր չի դրել այդ գումարը ինչպես գիտեք օգտագործել։ Ես կարող էի նույնիսկ ավանդ չդնեի, կարող էի դրամով դնեի, կարող էի ինչ-որ բաժնետոմսեր առնեի, բայց ես որոշել եմ խորհրդի հետ խորհրդակցելով ավանդ դնել։ Եվ այդ բոլորը բերել է $129,366 օգուտ հիմնադրամին։ Բարոն Թաթախազ, դուք ասում եք, ես փողեր եմ գիտեք, բան անել, ծախսել իմ նպատակների համար։ Ես ձեզ հակառակը ասեմ։ Երբ առաջի 1,200,000-ը մենք ուրեմն ավանդ էինք դրել մի դարով, իսկ 227-ը ես ազատ փող էի թողել, որտեղ գիտեի, որ Civitas-ը պետք է ունենալու։ Եվ հենց այդ օրերին, որտեղ նաև հանցմնի փողը կար, մենք ընդլայնվում էինք, կարող եք նայել, մենք հյուսային 1 բողոքա 9-րդ հարգում էինք։ Այդ օրերին հենց ոչ թե դեղափոխվեցինք, ընդլայնվեցինք նաև ճիշտ ներքևի տարածքը 8-րդ հարգը։ Դեղափոխվեցինք այնտեղ, արդեն ինտերնետ հեռուստատեսությունն էինք սկսում, թերթն էինք սկսում, նոր ծրագրեր էինք անում, Civitas-ը իսկապես փողի գարիք ուներ։ Այդ 227-ը ես ազատ փող եմ թողել, որպեսզի ավանթը չխզենք եւ դոկոս չգործնենք։ Եվ կարող եք պարադիգմայի վճարումներից շատ հստակ տեսնել։ Դարվա վերջին Civitas-ի գարիկները եղել են 227,000-ից ավել, 90,000-ով, որպես ես այդ ավանթը չգոդրեմ եւ դոգոսը չգործնենք, այդ 90,000-ը ես տվել եմ իմ անձնական հաշիվներից։ Այստեղ շատ հստակ երևում է, որտեղ ազատ փողը եղել է 227-ը, իսկ պարադիգմայի այստեղ դեղեկանքով մինչև ավանթի օրվա ավարտը ես փոխանցել եմ 227 plus $90,000։ Դա եղել է իմ անձնական հաշվից։ Այնպես որ այստեղ որևէ կասկած չի կարող լինել այս փողերի շահարկման, ինչ որ այլ նպատակների օգտագործման։ Առավել ես դուք նշեցիք, որ այս բայդրությամբ Օսկայանի հաշվի համարում, իրոք ես դա ներկայացրել եմ, բանկից նոր են վերցրել, մի քանի օրվա առաջվա թրությամբ, ես այնտեղ ունեմ 800, ես արդեն սովորել եմ, ես եմ ասում, էլի, որտեղ իմ հաշվի համարում է։ Այնտեղ կա 807,000, դոգոսները այնտեղ չեն ավելացել, բայց ուզում եմ իմ գործընկերներին այստեղ հայտնել։ Խորհրդակցելով խորհրդի անդամներին հետ, շաբաթ օր 2 օր առաջ, որը աշխատանքային էր, հագարակ հանցմնի հստակ ցուցումին, որ ես այդ գումարները կարող եմ պահել ինչքան ուզեմ, մենք որոշում կայացրեցինք ամենայն դեպս մնացած գումարները փոխանցել Civitas-ի հաշվին։ Շաբաթ երեկոյան ժամը 5-ի կողմերը այդ փոխանցումը եղել է եւ այս օրվա դրությամբ
ես ոչ Civitasին տալիք ունիմ, ոչ Civitasից առնելիք ունեմ։ Եվ եթե դուք հաշվեք դրված գումարը պլյուս փոխանցվածները, հավասար է մայր գումար պլյուս տոկոսներ, կոբեգը կոբեգի։ Պարոն Թադախազ, փողը գա, փողոք չկա, ոչ միայն փողոք չկա, այլ հակառակի բնթումը գա, այսինքն հիմնադրամ բանը հանցմնը ասում է, հենց այդպես էլ պիտի լինի, մենք այդպես ենք ուզել։ Civitas հիմնադրամը ասում է, խորհուրդներ, մենք խնդիր չունենք, այդպես էլ պիտի լիներ։ Փողը գա, փողոքը չկա, ինչ ասեմ ես։ Ես կարծում եմ, որ սա փոթորիկ է, ոչ թե ինչ որ մի փոքր բաժակի մեջ։ Սա խիստ փոթորիկ չի, մատնոցի մեջ, ասեմ։ Իսկապես ես նստած լսում եմ, մտածում եմ, մենք մեր երկրի խնդիրները թողած այս հարցերով պիտի զբաղվենք, իսկապես սա են մեր խնդիրները։ Սա է 10 տարվա արտգործնախարարին դրել եք այստեղ, այսպիսի հարցադրումներ եք անում։ Իրեք, մենք կարծես վերադարձել ենք 1937 թվական եւ փորձում ենք Ստալինյան սկզբունքով մարդ լինի, հոտված կգտնենք։ Այս բարակայում քդել են մարդ, հոտված, բայց չեն քդել փաստը։ Նայեք, քանի որ այսօր խոսքը փողերի լվացման եւ յուրացման մասին է, ես մի փոքր կպատմեմ իմ ընտանիքի մասին, որպեսզի առավել բարձ լինի, որ ներկայացված մեղադրանքները չեն կարող որևէ կապ ունենալ իմ անցած ճանապարհի հետ։ Ինչպես գիտեք, ես ծնվել մեծացել եմ Հալեբում։ 73 թվականին եկել եմ Հայաստան, բարձրագույն գրչություն ստանալու։ Իմ բաբերն ու ծնողները Մարաշից արտաքսվել են Սիրիա եւ բնակություն հաստատել Հալեբում։ Օսկանյանները 4 սերունդ զբաղվել ու զբաղվում են ոսկերչությամբ եւ աթամանթակորդությամբ։ Սկսած Մարաշից մինչև Հալեբ, հետագայում բիզնեսները ջղավորվել են Բելգիայում եւ Միացյալ Նահանգներում։ Այս երկու ոլորտներում օսկանյանները միշտ եղել են առաջատար դիրքերում եւ բնականաբար տասնամյակների ընթացքում մեր մեծ ընտանիքը որոշակի նյութական միջոցներ է կուտակել։ Ահավասիկ այս միջոցների արգայությունն էր նաեւ, որ ինձ թույլ տվեց 91 թվականին Միացյալ Նահանգներում թողնել իմ տունն ու քորձը եւ գնոջս ու փոքր երեխաներիս հետ մշտապես տեղափոխվել հայրենիք։ Այդ օրվանից Հայաստանում իմ հիմնական ապրուստը ապահովել եմ իմ ընտանեկան միջոցները։ Հայաստան գալուս առաջին օրվանից մինչև այսօր ես չեմ ունեցել եւ չեմ ցանկացել ունենալ որևէ բիզնես։ Իմ աչքը ուշտ է։ 2008-ին երբ թողեցի նախարարի պաշտոնը, մեծ հույս ունեի Հայաստանի ապակայի նկատմամբ եւ թեր ունիմ իհարկե։ Եվ մեր ընտանիքից ինձ չափաբաժին հասած միջոցները սկսեցի տեղափոխել Հայաստան։ Այդ գումարները 410-ը, մույս 370-ը, դա իմ վաստակած, մեր ընտանիքի վաստակած փողերն են, որ ես տեղափոխել եմ Հայաստան։ Սիրելի գործընկերներ, վստահ եմ, որ ներքուստ չեք կասկածում, որ սա քաղաքական պատվեր է։ Քաղաքական հետապնդում է ուղղված ոչ միայն իմ, այլև ԲՀԳ-ի դեմ։ Կուսակցության, որ կարող է իրական եւ ազնիվ այլընտրանք լինել այսօրվա ցախողված իշխանությանը։ Երբ որևէ իշխանություն քաղաքական մրցակցություն չի համտուրժում, վատ է։ Բայց երբ քաղաքական մրցակցություն չի համտուրժում երկրի ներքին, արտաքին եւ տնտեսական ոլորտներում խոշոր ցախողումներ արձանագրած իշխանությունը, դա ոչ թե վատ է, այլ կարող է ճակատագրական լինել երկրի համար։ Այսօր երբ իշխանությունները նույնիսկ բարդ թերելու վստահություն չեն կարողանում վաստակել միջազգային դոնորներից, դրանք ընկել են իմ հանդեպ ցուցաբերած վստահության շնորհիվ Հայաստան եկող նվիրատությունների հետևից։ Ես Հայաստանից փող չեմ տարել։ Ես այս երկիր բարք ու վարկեր չեմ բերել։ Ես ատկատներից չեմ օգտվել։ Ես Հայաստան անշահախնդիր դրամական օգնություն եմ բերել ու շարունակում եմ բերել։ Ու խոսքը միան հանցմնի նվիրատության մասին չի։ Այսպես չեմ ուզում անուններ տալ, բայց դուք գիտեք, բազմաթիվ անուններ ես կարող եմ նշել, բազմաթիվ մեծ ու փոքր նվիրատուներ, ներդրողներ, գրանտներ։ Հուսամ որևէ մեկին չի թվում, որ հեշտ է վաստակել այնպիսի վստահություն ու հեղինակություն, որ մարդիկ առանց վարանելու պատրաստակամություն հայտնեն քո խնդրանքով աջակցել երկրին կամ քեզ հետ կապված որևէ այլ գործունեության։ Չեմ վարանի բնթել,
որ դա երկար տարիների իմ անշահախնդիր աշխատանքի շնորհիվ ձևավորված վարգի ու հեղինակության արդյունքն է։ Վստահություն շահում են ազնվության ու ուղղամտության համար։ Վստահություն վաստակում են խոստումները գադարելով ու նախկինում ցուցաբերված վստահությունը չշարաշահելով։ Իմ առաջ որևէ նվիրատու նախապայման չի դրել։ Նվիրատություն անողի մոտ կասկած անգամ չի եղել, չէր կարող լինել, որ այդ փողը ծախսվելու է այս նպատակի առավելագույն արդյունավետությամբ։ Այս հանգամանքը ուզում եմ հատկապես նշել, շեշտել այսօր, երբ Հայաստանի իշխանությունները այստեղից այնտեղից վարկ են խնդրում եւ ստանում են միայն վարգի խոստում, այն էլ ամենախիստ նախապայմաններով։ Ինձ եւ իմ հիմնադրած Civilistas հիմնադրամին բարբերաբար ցուցաբերող վստահությունը եւ շարունակվող նվիրատությունները դրա վառաբացույցն են։ Վստահություն վայելելու համար անհրաժեշտ են բաց հարաբերություններ եւ ազնիվ գործընկերություն։ Բայց այս իշխանությունները ընդունել չեն նման հարաբերությունների, ոչ ներքին, ոչ էլ արտաքին քաղաքական ասպարեզում։ Հայաստանի ներքին, արտաքին եւ տնտեսական հերանեկարները սեփական անվստահելիությամբ եւ աբաշնորությամբ մեծակույն վտանգի դրած այս իշխանությունները առավել ծանր դանում են քննադատությունը իրենց հասցեին։ Նրանք ծանր չեն դանում ահագնացող արտաքաղթը, նրանք ծանր չեն դանում օրեցօր աղքատացող հայաստանցու հուսահատությունը, նրանք ծանր չեն դանում դարաշրջանում եւ միջազգային ասպարեզում Հայաստանի օրեցօր թուլացող թիրքերը։ Միակ բանը, որ նրանք ծանր են դանում, այս ամենի մասին քաղաքական մրցակցությունների քննադատությունն է։ Խնդիրները լուծելու անկարողությունը իշխանությունը փոխարինում է այդ խնդիրների մասին բարձրացան խոսացող ինտիմախոսներին լրացնելու փորձով։ Այսօր մենք չենք քննարկում միայն Վարդան Օսկանյանի խնդիրը։ Այսօր մենք քննարկում ենք Հայաստանում քաղաքական մրցակցին, տվյալ դեպքում ԲՀԳ-ին մրցակցությունից հանելու փորձի խնդիրը։ Հայաստանը պատրաստվում է նախագահական ընտրությունների եւ այս կորձը ԲՀԳ-ի վրա այդ ընտրություններից առաջ հնարավորինս գոշ ճնշում բանեցնելու փորձ է։ Այս իշխանությունները քաղաքական ինտիմախոսների հետ խոսում են բադանթի լեզվով։ Նրանք ընդունակ չեն քաղաքական մրցակցության, նույնիսկ ուժեղի քաղաքական մեծամասնություն ունեցողի ցիրկերից։ Հայաստանի ավական այսօր գաղված է երկրում ազատ մրցակցության հնարավորությունից, բայց այդ մրցակցության ապահովման համար անհրաժեշտ է բոլորի մասնակցությունը։ Սա արդեն ոչ իմ, ոչ ձեր խնդիրն է։ Հայաստանը կանգնած է շատ վտանգավոր եզրակցի վրա, թե ներքին, թե տնտեսական եւ թե արտաքին քաղաքական ոլորտներում։ Եթե երկիրը այս վիճակին հասցրած իշխանությունը չունի համարժեք հագագշիր, երկրի խնդիրները ոչ միայն չեն լուծվի, այլ կխորանան, խորացնելու դեղ այլևս չկա։ Հայաստանը նման բռնապետություն լինելու ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ էլ աշխարհաքաղաքական ռեսուրս չունի։ Վստահ եմ, որ այստեղ հավաքններից եւ ոչ ոք նման պետություն մասին երբեք չի երազում։ Եթե տնտեսական ու քաղաքական նման իրավիճակում գտնվող երկրի ներսում հաստատվում է իշխանության լիակատար մոնոպոլիա, եթե հաջողվում է նման բռի մեթոդներով ճնշել ցանկացած հակազդեցություն երկրի ներսում, օրեցօր թուլացող Հայաստանի հանդեպ հնարավոր կդառնա ցանկացած ոտնձգություն։ Սա ոչ միայն իմ կամ ԲՀԳ-ի խնդիրն է, սա երկրում անվիճելի ցախողումներ արձանագրած իշխանություններին հագագշիր բոլորիս հնարավորության խնդիրն է, հագագշրելու բոլորիս հնարավորության խնդիրն է։ Դա Հայաստանի առանց այդ էլ արդեն վտանգված ապագայի խնդիրն է։ Շնորհակալություն։ Հարգելի պատգամավորներ, նախապատրաստվեք հերթագրման հարցերով դիմելու համար պարոն Օսկանյանին։ Հերթագրում։ Հերթագրվել են 10 պատգամավոր։ Պարոն Օսկանյան, ես ուզում եմ մի հարց տամ, օգտվեմ իմ հնարավորությունից, արտահայտ հարց տալ իրավունքից։ Ես խնդրում եմ, որ մի քիչ ուշադիր լսեք եւ այս հարցը նաեւ կհետաքրի մեր բոլոր գործընկերներին։ Այդ դուք ասացիք, որ հունվարի 12-ին մինչեւ 13-ին այս փողի ստանալը ձեր հաշվին դուք ունեցել եք $410,000 ձեր եւ ձեր կնոջ հաշվին։ Ես խնդրում եմ մի հատ հստակ պատասխանեք։ Այդ գումարը եղել է այն հաշվին, որի վրա դուք ստացել եք այդ բարեգործության գումարը, թե դրանք տարբեր հաշիվներ են եղել։ Եթե նույն հաշվին է եղել, դա հարցը ինչ որտեղ ավելի ճշտելու խնդիր կա։ Եթե տարբեր հաշիվներ են եղել, դուք ինչու ձեր փողը, ձեր անձնական հաշվի չեք օգտագործել, այլ օգտագործել եք այն հաշվից, որտեղ եկել է բարեգործության համար։ Խնդրում հստակ ասեք, պարոն Օսկանյան։ Պարոն Աբրամյան, ես գիտեմ դուք ինչի եք ուզում հասնել։ Ոչ, այդ 410,000-ը
այդ նույն հաշվին չի եղել։ Բայց հետագայում 370,000-ը եղել է նույն հաշվին։ 410-ը եղել է ուրիշ հաշիվների 4 տարբեր։ Երբ որ հանցմնի հաշիվն էլա բացվել, ես արդեն ունեցել եմ 5 տարբեր հաշիվներ, 5 տարբեր վարգային գծեր, 5 տարբեր ինչ-որ քարտեր։ Ուղղակի ես այդ գումարը նշեցի, ասելով, որ ես գումար ունեցել եմ, եթե ինչ-որ ծախս եմ արել, ինչի ես հանցմնի գումարներից պետք է ծախսեմ։ Ես իմ գումարները կծախսեմ, հատկապես որ ցանկացած բահի հանցմնի եւ ինի այդ բանը հավասարակշռությունը երբեք չի խախտվել ինմաստ հանցմնի։ Դրա համար ես այդ օրինակը դվի։ Ընդհանրակը եղել է ի օգուտ հանցմնի եւ Civitas-ի, երբ ես իսկապես իմ մոդի գումարներից եմ դրել, որպեսզի Civitas-ը չդուժի, վարգը մենք չկանգնացնենք, որտեղ ըստ մոր օրենքի ամբողջ տոկոսը կգործնենք։ Սա է խնդիրը, պարոն Աբրահամյան։ Միդում իմ մոդ Իրեք, ես դրա համար մի քիչ իմ անձնականին անդրադարձա։ Ես նստած այստեղ իսկապես վիրավորված եմ զգում։ Կարող է ինչ-որ բաներում մարդ սխալվի, կարելի է նստել, խոսել, արդարադատության նախարարություն կա, հարգային կա։ Ես երբ հունիս 1-ին ստանում եմ ազգային անվտանգության ծառայությունից ինչ-որ մի աշխատողի կողմից հայց, անալ ոչ ես։ Իմ աշխատակիցներից մեկը 22 տարեկան աղջիկ, որը սարսափած բաց, ոչ թե ծրարի մեջ, բերում տալիս է ինձ պարոն Օսկյան, ցես փողերի լվացման հարցով հարցաքննության են կանչում։ Սա է ցեվը 10 տարվա արտաքին գործերի նախարարին վերաբերվելու։ Պարոն Աբրահամյան, մի հատ պատասխանեք։ Մարդիկ կարող եք սխալվել։ Մի հատ կանչեք։ Պարոն Օսկյան, մենք այստեղ ինչ-որ խնդիր ունենք, խնդրեմ ունենք։ Բացատրեի։ Հիմա ես բադ մի չհամտեմ։ Հիմա ես ուրեմն ձևակերպեմ իմ մոտեցումն այդպես, որպես ազգային ժողովի նախագահ։ Եթե դու ժամանակին գնայիք մա տիրապահ մարմիններին, այս բաներն ասեիք, ոչ թե խուսափեիք գնալ իրենց հետ հանդիպել, միգուցե հարց չերել առանց։ Արիտ տվեցիք ինձ։ Արիտ տվեցիք։ Արիտ տալ եմ կարծիք քաղաքական կատեգորիա չի։ Պարոն Աբրահամյան, նայեք, ես երբեք վստահություն չեմ չարաշահի, բայց քանի Թադախազը ծեր մոտ հանդիպման մասին խոսեց։ Գներեք, ես այդ հանդիպումից խապված եմ զգում։ Պարոն Աբրահամյան, դուք ինձ հրավիրեցիք ինչ-որ նպատակով, ես չեմ ուզում ասել, մենք առանցին պետք է խոսենք։ Ես ակնկալում եի, որ դուք կզանգեք ինձ, ես թերը սպասում եմ։ Դուք պետք է զանգեք ինձ, պարոն Աբրահամյան, բարձրացեք։ Ես պետք է գամ եւ ցեզ հետ խոսեմ, որտեղ դուք այդ օրը, չէ, ես խապված եմ զգում, չեմ ասում խապել եք։ Մենք անձնական ոչ մի բան չենք խոսում, պարոն Արզումանյան, այլ հստակեցնում ենք, որ անձնական չէ, կողմնորոշվեք։ Անձնական չէ։ Նիկոլ Փաշինյան, դե անձնականը չի նշանակում, որ ասեք չի լսում, ասեք չի լսում, ոչ թե ասեք։ Շնորհակալություն։ Պարոն Օսկանյան, ինչպես դուք նշեցիք 10 տարի Հայաստանի արտգործնախարար եք եղել։ Եվ երբ որ ես հեռուստատեսությամբ լսեցի, թե դուք ինչպեսի հեշտությամբ եք ասում, որ պարոն Հանցմանը ձեզ $2 միլիոն է նվիրել, ուղղակի ապշեցի։ 10 տարի արտաքին գործերի նախարար տիրապետել եք պետական գաղտնիքների, այնպիսի տեղեկությունների, որոնք ստրատեգիական նշանակություն ունեն Հայաստանի համար։ Այդ ընթացքում Լեռնային Ղարաբաղը ձեր արտգործնախարար եղած ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղը դուրս է մնացել բանակցային սեղանից։ Ձեր արտգործնախարար եղած ժամանակ ստեղծվել է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու փաստաթուղթ։ Դուք այդ արտգործնախարար ժամանակ Լաչինն ու Քելբաջարը անվանել եք օկուպացված տարածքներ։ Այդ ընթացքում եղել է Քիվեստ եւ այլն։ Եվ այսքանից հետո 10 տարվա արտգործնախարարին մեկ էլ պարոն Հանցմանը ինչ որ մի հատ երկրի $2 միլիոն է նվիրում։ Սա ինչ է նշանակում։ Կոռուպցիան արդյոք հենց սա չի, որի մասին խոսում ենք։ Ես սա ասում եմ հատուկ ֆոնի, ես հիշեցնում եմ, որ ձեր իշխանությունը 2008 թվականին մեզ մեղադրում էր, որ մենք արտասահմանից փողեր ենք ստանում, որպեսզի երկիրը խարխլենք։ Ու հետագայում ի դեպ ձեր իշխանությունը մոռացավ, ոչ ներողություն խնդրեց հանրությունից այդ սխալ շուտը հրապարակելու համար, ոչ էլ անդրադարձավ դրան։ Կարող է 2008 թվականին էլ եք պարոն Հանցմանից $2 միլիոն ստացել։ Եվ այս պատմությունը ի դեպ ինձ հիշեցրեց, ես որ կարդում էի դատախազի միջնորդությունը, ես մի երկու ֆիլմ հիշեցի, որտեղ նկարագրված էին գործողություններ, թե ինչպես են հատուկ ծառայությունները իրենց ազդեցության գործակալներին վճարում, սենց այսպես տարբեր բաներով։
Հաջորդ հարցը։ Ի վերջո, հիմա ասեք, իրավաչափ են եղել արդյոք իրավապահ մարմինների գործողությունները 2008 թվականի մարտի 1-ին։ Հաջորդ հարցը, դատապարտում եք արդյոք ԲՀԿ խմբակցության պահվածքը 2008 թվականի մարտի 4-ի արտահերթ նիստում, երբ որ 4 պատգամավորներ նույն գլխավոր դատախազի միջնորդությամբ հանձնվեցին իրավապահներին։ Հաջորդ հարցը, դատապարտում եք արդյոք Ռոբերտ Քոչարյանի գործողությունների 2008 թվականի մարտի 1-ին, դատապարտում եք արդյոք ձեր գործողությունները 2008 թվականի մարտի 1-ին, դատապարտում եք արդյոք ներքին զորքերի, ոստիկանության զորքերի գործողությունները մարտի 1-ին, զոհերից 3-ը սպանվել են ներքին զորքերի ապօրինի գործողությունների արդյունքում։ Եվ ի վերջո, պատրաստ եք արդյոք ձեզ հատկացված բարեգործական գումարները հատկացնել մարտի 1-ի զոհերի հարազատներին։ Պարոն Փաշինյան, դուք վերջերս Մեղրի եղել եք։ Մեղրին դեղում է։ Ղարաբաղ չգիտեմ գնացել եք թե չէ, Լաչինով, Կելբաջար։ Ես վերջերս եղել եմ, այդ բոլորը դեղում են։ Հետաքրքրական է, էլի Հանցմնի նման բիզնեսմեն, որ միլիարդնադեր է աշխատել։ 2 միլիոն դվել է մի ապրանքի դիմաց, որ չի ստացել փաստորեն, չէ։ Կարծեմ դա իմ կողմից լավ դիվանագիտություն ա եղել, որ կարողացել եմ մեր ապրանքը ճակերտավոր, էլի, ներեք։ Ուղղակի այնքան սարկազմ կա ձեր հարցի մեջ, որ չեմ կարող ուրիշ կերպ չպատասխանել։ Մերը բահել եմ, մերը 2 միլիոն բերել եմ Հայաստան։ Այո, այսօր Civitas-ում 60 երիտասարդ է աշխատում, 60 ընտանիք է բահվում։ Այսօր Civitas-ի բյուջեն $1 միլիոն է։ Այսօր Civitas-ը քաղաքացիական հասարակության իր նպաստն է բերում։ Ինչի մասին է խոսքը։ Եթե 10 հանցմաններ գտնեմ, որ յուրաքանչյուրից 1 միլիոն, 2 միլիոն կբերեմ, իհարկե կբերեմ։ Բա ո՞րն է 10 տարվա արտաքին գործերի նախարարի արժեքը, եթե չօգտագործի իր գաբերը Հայաստանի համար, քաղաքացիական հասարակության համար, մեր ժողովրդի համար։ Ինչ վերաբերում մույսներին, Նիկոլ ջան, եթե քո քվեարկության որոշումը կախված է լինելու այդ հարցերին իմ պատասխանից, դա ինձ չի հետաքրքրում։ Քո դված հարցերի մասին մենք նստենք քո սենյակում, իմ սենյակում, խոսենք։ Այո, այնտեղ շատ հարցեր կա, որ պետք է խոսենք։ Իհարկե ես թերություններ ունեցել եմ, իհարկե սխալներ եմ արել այդ օրերին, բայց մարտի 1-ի իմ հարցազրույցը, իմ ելույթը մի նպատակ է հետապնդել, այդ 10 զոհերը կանխել, հավատա դա է եղել, ուրիշ նպատակ ես չեմ ունեցել։ Ես սա հաճախ եմ ասել եւ շարունակում եմ ասել։ Այդ օրը Երանի դուք նույնպես նման պատասխանատվություն վերցնեիք։ Ոչ ոք չվերցրեց։ Ես եմ դա վերցրել։ Աստված չանի, եթե նման իրավիճակներ լինեն, իմանալով արդեն հաջորդ տարիներին բոլոր այն մեղադրանքները, որ հնչելու են իմ անձի հանդեպ, նույնը կանեմ։ Եթե ես 5%, 10% ինչ որ հնարավորություն ունեի կամ մտածում էի, որ կարող եմ այդ շիկացած, լարված իրավիճակը թույլատնեմ, ես նորից կանեմ։ Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանում այլ մեր նախկին գործընկերների հանձնելու հարցը, սա մի քիչ չեմ ասել, շատ կարող է, գիտեք, բան տվա, էլի անձնական տվա։ Դա ես երբեք չեմ անի։ Չեմ անի։ Հիմնավորումները, ես հիշում եմ այդ դղաներին, երբ որ դարան, թե 6 ամիս տևեց մինչև փաստեր հավաքվի եւ այլն, ինչ որ դատավարություն լինի։ Նույնը այսօր է։ Այս փաստերով դուք եթե ինձ եք հանձնում, սա մի օր ցեզ է լինելու։ Ես ասացի, սա իմ խնդիրը չէ։ Գիտեմ։ Միգուցե այս ուղղությամբ գտնայեմ, ցեզ էլ է լինել։ Չէ, ցեզ էլ է լինելու։ Խնդիր չկա, հանձնեք ժողովուրդ։ Ես ասեմ, որերորդ ամիսն է սա, մի օր քունս չեմ գործրել։ Ինչի։ Իսկապես ես չեմ զգում սխալ բան եմ արել։ Ընդհանրապես ես օգուտ եմ արել։ Պարոն Թադախազ, մենք 10 տարի միասին աշխատել ենք։ Մի հատ նստենք խոսենք էլի։ Ես պատրաստ եմ գաք ինձ ձերբակալենք գնանք, եթե իսկապես ես զգամ, որ սխալ բան եմ արել։ Հավատացեք, չեմ արել։ Չեմ կարող անել, իմ էության մեջ չի։ Ես այդ փողերի գարիք չունեի։ Հավատացեք, ես ամեն առավոտ մտնում եմ, այդ 60 երիտասարդներին եմ տեսնում։ Ես հələ մտածում եմ, թե ինչ փողեր պետք է բերել, որ կարողանանք 100 անել, 150 անել։ Սա է իմ խնդիրը, ես ուրիշ խնդիր չունեմ։ Եթե ես Civitas-ից ուզենայի փող աշխատել, պարոն Թադախազ,
ասեմ դες մեծ հնարավորություններ ունեի։ Civitas-ը երկու հարգի վրա է, 9-րդ եւ 8-րդ։ 9-րդ հարգի սեփականատերերից մեկը ես եմ։ Եթե որևէ մեկը եղել է Civitas, գվգայի, որ այդ տարածքի նվազագույն բանը ամսավճարը, եթե վարձով դրվի, նվազագույնը $7,000 է, նվազագույնը։ 5-րդ տարին է, ես այդ տարածքը ծրի եմ դվել Civitas-ին։ Այդ դեսնում եք Civitas-ը լիքը փող ունի։ Ունեցել է, սա մի մասն է, մեզ Նորվեգիան է փող տալիս, Նեդերլանդներն է տալիս, Միացյալ Նահանգներն է տալիս, Լեհաստանն է տալիս, մեզ վստահում են ժողովուրդ, տալիս են։ Civitas-ը հարուստ կազմակերպություն է, ինձ խնդիր չէր $7,000 ամսական առնեի, 20% էլ դայի բանը եկամտահարկը, մնացածը քրբանս տնեի։ Ես կարող էի չէ փոխանակ հոգապարծուների խորհրդի նախագահ լինել, այդ դնորենը լինեմ, ինձ համար մի հատ մեծ աշխատավարձ դնեի, ով ինչ կասեր։ 60 աշխատող կա հիմնադրամում, դրանցից մեկը կարող էր, չէ, իմ 18-22 տարեկան տղան լիներ, թեկուզ խորհրդատուի տեսքով, ու $1,000 էլ աշխատավարձ տայի։ Ինչի մասին է խոսքը։ Միայն այս 3-ը, որ ես թվարկեցի, 5 տարվա մեջ, $400,000 է անում։ Դուք ինձ ասում եք $180,000 եք ծախսել։ Չեմ ծախսել, բարոն Հոսեփյան, հավատացեք չեմ ծախսել։ Արտագանքել Նիկոլ Փաշինյան։ Նախ ձեր պատասխանների հետ կապված ես մոռացա նշել, հա, որ այդ տարածքն էլ եք ոնց որ նվեստած է։ Ձեր պատասխանների հետ կապված, ցավոք բարեբախտաբար դուք եւ պարոն Հանցմանը մենակ չեք, որպեսզի մեղրին փաթաթեիք ու սրան նրան տայիք։ Այսինքն Հայաստանում ուրիշ մարդիկ էլ կան, բացի ձեզնից ու պարոն Հանցմանից։ Երկրորդը, դուք ասում եք Civitas հիմնադրամով աշխատում է 60 մարդ, իսկ ինչքան մարդ էր աշխատում Սիլ կոնցեռնում։ Երբ որ Սիլ կոնցեռնում 2008 թվականից ձեր իշխանության գործողությունների արդյունքում ակնհայտորեն սնանկացման նպատակ էր դրվում։ Ինչ վերաբերվում է իմ բարձրացրած հարցերի վերաբերյալ իմ կամ ձեր սենյակում խոսելուն մարտի մետիկի հետ կապված, այդ մասին մենք կխոսենք կամ դատախազությունում կամ դատարանում, երբ որ դուք մարտի 1-ի գործով կներգրավեք որպես մեղադրյալ եւ հետագայում որպես ամբաստանյալ։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Մամել Բադեյան, համեցեք պարոն Բադեյան։ Պարոն Օսկանյան, պրագմատիկ մարդ լինելով հանդերձ, ես հուզական գրատականերից կխուսափեի, չնայած իհարկե ցավում եմ, որ այսօր մենք այդ հարցն ենք լսում, եւ որպես գործընկեր, եւ որպես 10 տարվա արգործ նախարար, որ ինքնին գեղեցիկ չի բնութագրում մեր երկիրը, բայց որ կարող ես հասկացա, խնդիրը $181,000 ծախսերի ուղղությունն է։ Եվ գլխավոր դատախազը այդ ծախսերը չպարզաբանեց լոկ մեկ պատճառով, որ դա առայժմ մնում է բանկային գաղտնիք։ Այդ գաղտնիքը կարող է հրապարակվել, եթե դուք դրան դեմ չլինեք, եւ եթե հիմա իսկ կարողանաք ներկայացնել այդ ծախսերը։ Եթե պարզվի, որ դուք այդ 181,000-ով ձեզ համար, չգիտեմ, ավտոմեքենա եք առել կամ կոշիկ եք առել կամ ռեստորանում գերե խմել եք, մնացած բոլոր գնահատականները զգացական են դառնում։ Եթե պարզվի, որ այդ ծախսերը, այդ 181,000-ը ծախսվել է հենց ցիվիլիզացիի զարգացման կամ նրա ծախսերը փակելու ուղղությամբ, նշանակում է որևէ խախտում չի արվել։ Չեք գտնում անհրաժեշտ հենց հիմա հրապարակել այդ 181,000-ի ծախսերի ուղղությունները։ Շնորհակալություն։ Բանը ես ասացի, ես ներողություն եմ խնդրում։ Հիմա նայեք, 1 րոպե, 2 րոպե ժամանակ է մնացել։ Միգուցե ճիշտ կլինի։ շատ արագ սա ես ուրեմն եմ պատասխանելու։ Ասում եմ, ես միշտ հաշվեկշիռը իմ ունեցածի եւ բանի հանցմնների փողի Civitas-ի երբեք բացասական չի եղել ի օգուտ Civitas-ի։ Ես այդ կանը կարող եմ ասել եւ ես հանցմնների փողերից մի գոբեկով չեմ օգտվել, դա բացառված է։ Արձագանքելու համար Մամել Բադեյան։ Ես դա լսեցի եւ բավարար հիմքեր չունեմ ձեզ չվստահելու։ Սակայն դրանից հեշտ բան չկա։ Դա ընդհանրապես հաշվապահական հաշվեկշիռի խնդիր է։ Ներկայացրեք խնդրեմ այն ծախսերը, որոնք դուք արել եք այդ 181,000-ի մասին է խոսքը, որտեղ մնացածը գլխավոր դատախազը ընդունում է, եւ եթե դա փոխհատուցվել է,
որ նորից հնարավոր է, չնայած այդտեղ խախտում կա արդեն իսկ, եթե նույնիսկ փոխհատուցվել է։ Եվ դա ներկայացրեք։ Պարոն Բադարյան, Պարզ շիտակ, պարզ խնդիր է, պարզ է, որ դուք հիմա դա այս պահին չեք կարող անել, բայց դա այնուամենայնիվ կար ժամանակահատվածում դուք կարող եք ներկայացնել խորհրդարանին։ Ես ձեզ վստահեցնում եմ։ Ասում եմ, այս 1.5 տարվա մեջ ցանկացած բահի, եթե դատախազությունը կամ որևէ մեկ կար մտնել, ցանկացած բահի եւ ինչ որ փորձեր բալանս անել, այդ բալանսը եղել է միշտ օգուտ սիվիլիտասի կամ հանցմնի։ Ես սա 100% մեր 3 հաշվաբահները ձերից մի հատ ամփոփ ցուցակ են արել, դա կներկայացնենք, բացառված է։ Ես հանցմնների փողերից կես կոբեկ չեմ օգտվել։ Եղավ կանենք, հասկանալի։ Հա, բայց այնտեղ ներկայացնելու բան չկա, պարոն Բադարյան։ Բանկային ինչ որ փոխանցում։ Միջում 30 րոպե։